Շատերը մտածում են, որ ծանր քաշերով պարապմունքները այդ մենակ ջահելների համար է, ու որ եթե դու տարիքով մեծ ես, պետք է ինչ-որ տարօրինակ, շատ ցածր ինտենսիվությամբ խմբակային պարապմունքների մենակ մասնակցես, բայց իրականությունը նրանում է կայանում, որ ծանր քաշերով ու բարձր ինտենսիվությամբ մարզվելը տարիքի հետ մենակ ավելի կարևոր է դառնում, հատկապես մկանային մասան չկորցնելու ու հոդերի առողջությունը պահպանելու համար։ Սակայն ջահել ու տարիքով մարդկանց միջև որոշ ֆիզիոլոգիական տարբերություններ կան, որոնք մարզման ծրագիր սարքելուց կարևոր է հաշվի առնել։ Առաջին հերթին տարիքով մարդիկ պարապմունքներից հետո ավելի դանդաղ են վերականգնվում։ Այս ամենայն հավանականությամբ պայմանավորված է նրանով, որ տարիքով մեծ մարդկանց մոտ երկրորդային muscle damage-ի էֆեկտը ավելի դանդաղ է տեղի ունենում, ինչի պատճառով մկանում վնասված կառուցվածքային էլեմենտները ավելի դանդաղ են վերականգնվում։ Այս հաշվի առնելով պետք է տարիքով մեծ մարդու պրոգրամը նենց սարքել, որ այն ավելի քիչ muscle damage առաջացնի։ Դրա համար կարելի է քչացնել մոտեցումների քանակը կամ տվյալ մկանի մարզման հաճախականությունը, օգտագործել ավելի ծանր քաշեր ու անել ավելի քիչ կրկնություններ, մոտեցումները մինչև հատկած չանել ու նաև ընտրել նենց վարժություններ, որոնք որ մկանը չեն մարզում շատ ձգված դիրքում, քանի որ այս ավելի շատ muscle damage է առաջացնում։ Նաև ցանկալի է չանել կամ սահմանափակել ռաստ-ճաշկաները, քանի որ սրանք նույնպես բացում են calcium ion channel-ները ու muscle damage են առաջացնում։ Տարիքով մարդկանց մկանները նաև ավելի քիչ քանակի քոստոմիրներ ունեն, մասնավորապես dystrophin։ Սրանք շատ կարևոր կոլագենային ստրուկտուրաներ են եւ պատասխանատու են մկանային վնասվածքներից պաշտպանելու համար, երբ այն շատ է ձգվում։ Ինչը կրկին նշանակում է, որ պետք է զգույշ լինել նենց վարժություններ անելուց, որտեղ մկանը շատ ձգված դիրքում է աշխատում ու նաև ռաստ-ճաշկաների ժամանակ։ Նաև եթե տարիքով մեծ մարդը ավելի վատ շնչառություն ունի, ինչը սովորաբար տենց է, նրան պետք կլինի ավելի երկար ժամանակ հանգստանալ մոտեցումների արանքում։ Սակայն այս սպეციფიկ չի տարիքին ու նույնը կարող վերաբերվի օրինակի համար ծխող ջահել մարդուն։ Ու վերջապես չնայած նրան, որ մկանային աճի ստիմուլը նույն չափի է համ ջահել, համ տարիքով մարդու մոտ, ծեր մարդիկ հնարավոր է ֆիզիկապես ունակ չլինեն իրենց ամենախոշոր մկանաթելերը ակտիվացնելու, ինչի պատճառով իրենց մկանները ավելի քիչ կաճեն։ Բայց բացի սրանից ուրիշ շատ տարբերություններ չկան։ Մկանային աճի պրինցիպը նույնն է լինելու։ Մեզ պետք է ընտրել ստաբիլ վարժություններ, ընտրել բավականաչափ ծանր քաշ եւ ատկազին մոտ մարզվել, որպեսզի օպտիմալ մկանային աճ ապահովենք, անկախ տարիքից։